Կանալիզացիայի հոտը ահավոր է, չենք կարում դուր պատուհան բացենք, շատ վնաս է հասցնում, մանավանդ որ վարարում է, ահավոր աստեղ, սենց այս ջրի մեջին ապրելը, չենք կարում այս աստիճաններով գնանք գանք, լրիվ համ խոնավություն է, համ այս ահավոր հոտ է, ամառը վաբշե ահավոր է, հմի հլա ձմեռ է։ Ալավերդու ընկեց թաղամասի մի քանի սեփական տների կողքով ամիսներ շարունակ կոյուղաջրեր են հոսում։ Գարշատության պատճառով մարդիկ չեն կարողանում բացել պատուհանները։ Բացի այդ, այլ խնդիրներ են առաջ եկել։ Հեքայվել ու փլուզվել են Ներսիսյանների տան աստիճանները, Բորբոսնել ապա պոկվել է տան պատերի ծեփերը։ Կոյուղաջրերը պարբերաբար լցվում են նաև տան հիմքի տակ ու այգիներ։ Իմ տան հատվածը կողմը մեկ էլ վերևը 5 մեշոք մենակ ցեմենտ եմ օգտագործել, ստяжка եմ արել, որ ֆունդամենտից մի քիչ գոնե ապահովելի։ Սա պարզ երևում է, որ թարմը բետոնա վերևն էլ ավելի բան։ Հիմա կլդի ես սենց բետոն անելով մինչև վերջ գնամ ու ոչ մի արդյունք չլի։ Սան մի ձևի ես է թոշակառ ու անձնավորություն եմ իմ ուժերից վերա։ Թաղամասի բնակիչները խնդրի լուծման ակնկալիքով դիմել են Վիոլիա ջուր փակbaşնետիրական ընկերությանը եւ Ալավերդու համայնքապետարան։ Վիոլիա ջուր ընկերության աշխատակիցները մի քանի անգամ արձագանքել են խնդրին։ Ընկերության աշխատակիցները եկել մաքրել են խողովակները։ Սակայն ավելի քան 50 տարվա վաղեմության խողովակները էլ չեն դիմանում կոյուղու արտահոսքին եւ պարբերաբար դուրս են հորդում։ Լրիվ այդ կավ այդ տրուբեքը տեղ-տեղ կոտրվել, տեղ-տեղ լցվել է ավազով քարով, հմիկվա դրությամբ վերևի թաղամասի, վերևի տների կոյուղին լրիվ սենց հողամասի բաներով սենց հասելա այդտեղ, այսինքն լրիվ քրքրում է բանը։ Մենք դիմել ենք ջերմուղուն, ոչ մի արդյունք, դիմել ենք Վիոլա ջրի ղեկավարությանը նկարներով բանով, ընդեղից մեզ պատասխան եկա, որ սա դա ձեր ասածը ոչ թե կոյուղ ու ջրեր է, այլ անձրևա ջրեր է, բայց հմիկվա դրությամբ ինչ ճիշտնա ճիշտը անձրև գոյություն չունի, այդ ջուրը գալիս է պարզապացույց, որ ջուրը գալիս է ու հետնել տհաճ հոտով, դա անձրևա ջուր չի։ Վիոլիա ջուր ընկերության Ալավերդու մասնաճյուղի գլխավոր ինժեներ Սամվել Սոխակյանի խոսքով նշված տարածքը համայնքային սեփականություն է։ Դրա համար բացի նշված տարածքը մաքրելուց այլ իրավասություն չունեն։ Ասում են մարդիկ տարիներ շարունակ կոյուղատար խողովակների վրա խորհրդանոցներ են կառուցել, այգիներ հիմնել։ Եվ հիմա խնդիրը լուծելու համար անհրաժեշտություն կա քանդել դրանց մի մասը։ Ընդհանրապես մոտեցման ճանապարհ չկա, որ ասենք որևէ մի մեխանիզմ տանենք, մեքենա մեխանիզմ, որ կարողանան դեռ գործանել։ Դա մեկ։ Երկրորդ, այդ մարդկանց սեփական հատվածն է։ Ուրիշ սեփական հատվածում ջուրմուղը ինչ գործ ունի։ Որ գնանք մի հատ էլ քանդենք, մի հատ էլ ծառը վնասենք, մի հատ էլ պատը վնասենք, մի հատ էլ ասեն եկեք փոխհատուցում վճարեք։ Այդ կարգավիճակն է ստեղծվել։ Ոչ մի ճանապարհ չկա այնտեղ մեխանիզմի աշխատելու։ Միայն հնարավոր է ձեռքով, իսկ այդ ներքևի հատվածը, որ փողոցին հարող հատվածը անմիջական։ Շենքերը, այդ տները, որ սարքել են, տների առաջնի անցմա բետոն են արել, ինչ ասես արել են, խորդանոց են սարքել, խոհանոց են սարքել, տներին կից կառույցներ են սարքել, իրաց մառան եւ այլն նման բաներ, ու այդ բոլորը կոյուղի վրա կամ կոյուղին անմիջապես մոտիկ։ Եթե ուզենաս ընդեղ մի հատ խողովակ փոխես, որը իմիջայլոց մեր պարտականությունը չի։ Այդ կոյուղագծերը մեր սեփականությունը չեն։ Դա համայնքային սեփականություն են։ Թե ով եւ ինչպես պետք է լուծի նշված խնդիրը պարզ չէ։ Ալավերդու համայնքի ղեկավարը հրաժարվեց հարցազրույցից։ Մամուլի քարտուղարի փոխանցմամբ նշեց, որ խնդիրը լուրջ է իրենց իրավասության շրջանակից։ Իսկ թաղամասում կոյուղաջրերը շարունակում են հոսել ճանապարհի հարակից տարածքով հասնելով մինչև Դեպետ գետ։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Ալավերդի համայնքից։